Հիմա ես ձեզ ցույց տամ, որ մենք աստիճանաբար այդ դեպի անդունդ գնացող ընթացքի մեջ ենք։ Հայ Ռուբեն, Ժողովուրդը որպես իշխանության աղբյուր արդեն ձեզ քիչ առաջ խոսում էինք այդ մասին, անընդհատ մահվան է բախվում։ Արդեն Արցախյան պատերազմում մենք մի հսկայական գենոֆոնդ հանձնեցինք հողին, որը մեծագույն ազդեցություն կունենա մեր ժողովրդագրական պատկերի վրա, առանց դնել քիչ ենք, եւ սա անվտանգային ամենալուրջ հարցերից մեկն է այսօր։ Մեր պետության սահմաններն են կրճատվում եւ մյուսը ես պետության ատրիբուտներն եմ թվարկում։ Մյուսը օրենքները արդեն պարզ երևում է, չէ, որ դրսից են պարտադրում, թե մենք ինչ օրենքներով պետք է առաջնորդվենք։ օրինակ, Սահմանադրության, փոփոխության, հռչակագրի հանելու, չէ, սրանք ձեզ ոչինչ չեն հուշում։ Ուրեմն Աստվածաշունչը հստակ խոսում է այս կետերի մասին։ Երբ որ իշխանությունը ձախողում է իր կառավարումը, հետևանք է ունենում այդ ձախողումը։ Սովորաբար իշխանավորի ձախողումը կառավարման համակարգի աղետ է։ Եթե որևիցե մի քաղաքացի է ձախողում իր կյանքում, ասենք հանցանք է գործում, օրենքները չի պահում, շրջանցում է, օրինազանց է, հետևանքը ավելի տեղային է։ Բայց երբ կառավարման համակարգն է ձախողում, հատկապես դատական համակարգը, աղետ է հետևանքը։